Շնորհակալություն հարգելի պատգամավորներ, ես առաջարկում եմ նոր նախարարությունների ավելացման առաջարկները բյուջեի մասին օրենքի քննարկման շրջանակներում էլ դիտարկեք եւ եթե նպատակահարմար կհամարեք, այնուհետև մեզ առաջարկեք համապատասխան փոփոխություններ անել։ Արդարադատության նախարարության օպտիմալացմանը չեմ անդրադառնա, առիթ կունենանք հետո դա միասին քննարկելու։ Դուք մեզ ասում եք ինչու եք հիմա բերել այս նախագիծը։ Սա միակն է օրենքներից, որը կարող է եւ պետք է քննարկվի առաջին նստաշրջանում։ Եվ սա խիստ տրամաբանական է, ինչու է փորձ արվում խիստ տրամաբանական երևույթը ձևակերպել կամ ներկայացնել որպես անտրամաբանական։ Մենք ասացի, որ մշակում ենք միջոցառումների ծրագիրը, այդ ծրագրում տեղ են գտնելու այնպիսի միջոցառումներ, որոնց իրականացումը կապված է լինելու նոր գործառույթների հետ, որոնք նախարարությունները ստանձնելու են այս փոփոխությամբ։ Ասում եք, ինչու եք հրատապ անում։ Որն է հրատապը։ Օգոստոսի 7-ից այս նախաձեռնությունը, նախագիծը հրապարակված է եղել։ Ով է ներկայացրել որևէ դիտողություն, որևէ առաջարկ։ Օգոստոսի 7-ից այս նախագիծը շրջանառված է եղել։ Այդքան մտահոգված էիք, ներկայացնեիք մեզ ձեր առաջարկությունները, մենք էլ գնայինք կառավարությունում քննարկեինք, մտածեինք, հասկանայինք, հնարավոր է ձեր առաջարկները իրացնել, թե ոչ։ Եվ այս ելույթը երևի ապագային միտվածել է, որովհետև ես շատ մեծ ցանկություն ունեմ հետագայում պրոդուկտիվ աշխատանքի եւ մեր փորձը ցույց է տվել, որ մենք հանձնաժողովների հետ շատ ակտիվ եւ ամենօրյա ռեժիմով ենք աշխատում եւ ես կոչ կանեի, որպեսզի մեր նախաձեռնություններին արձագանքը լիներ ժամանակին եւ ոչ թե արձագանք լիներ ուղղակի արձագանքի համար։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հարգելի գործընկերներ, այժմ քվեարկություն է լինելու, խնդրում եմ ուշադիր։ Քվեարկության է դրվում կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։ Կողմ 64, դեմ 26, ձեռնպաստ 0 որոշումն ընդունվել է։ Հարգելի գործընկերներ, մոտավորապես 25 օր անդադար նիստերից հետո, իհարկե, չէ, անդադար չէ, լավ, հանգստյան օրերի դադար կար, մենք սպառեցինք առաջին նստաշրջանի օրակարգը, ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ մեր համատեղ աշխատանքի համար, ես կարծում եմ չհաշված մանր-մունր թերությունները մենք կարողացանք ապացուցել այն բոլոր մարդկանց, ովքեր համարում էին, որ ազգային ժողովը անհույս է հակառակը եւ մի փոքր հույս հաղորդեցինք, կհանդիպենք սեպտեմբերի 14-ին, երբ կսկսվի մեր հերթական նստաշրջանը, լավ եղեք, մի փոքր կկարոտեմ բոլորից, տեսություն։ Ներողություն, մի հատ կարևոր բան էի բաց թողել։ Այ հիմա
Այ հիմա ստեսություն։